Քերարքելի հայր քևոր կձայրակույն վարդապետ Եղիային լիբանանահայ գատողիգե վարժարաններու դնորեններու խորհրդի նախագահ, հարկարժան ներկայացուցիչ Լիբանանի մեջ Հայաստանի տեսփանադամ, հարկարժան Լիբանանի պետական երեսփոխան Շամ Չինչինյան, քերաբադիվ հայրեր, արաքինազարդ քույրեր, բադվարժան դնորեններ, հարկելի գրթական պատասխանատուներ, ուսուցիչներ, ծնողներ և հյուրեր, սիրելի աշակերտներ։ Օրը, որ քունավորված էր միայն գարնիրով, արյան գաթիլներով, օրը, որ հատկանշված էր միայն չարթով, բռնությամբ, մարդկության թեմ ոճիրով, հայ ժողովրդի պատմության մեջ սև էջը, որ չկարողացավ խեղդել հայուն գամքը և շարունակվեցան էջերը։ Օրը, որուն ընթացքին տեղի ունեցավ 20-րդ դարու առաջին ցեղասպանությունը ապրիլ 24-ը։ Ու կետնապոր նվողի մեջ 40 անց, արջարներու սարսապահար հոդիմը բես, որ ավասահողմին հարվածներ են կհալածվի, մահվան թիմած թողահար և մեկս մեկ չախչախելով։ Արևածակեմը մինչ, արևածակն աչոր, այսպես անցայն և անոթի կերեզմանի կարերուն բես, մենք մեր մարմնին վրա մեր սարսապը երկատեցինք, և կետնապորին մութերուն մեջը մահացնոր, մենք սարսապով է որ լսեցինք, հրազենի, նիզակներու, սվիներու և սուրերու։ Գտեսնեք սացերքերս, ես էի, որ ասոնցմով նգուի մեջ նորադինս խեղտեցի, ինչ անարդար մարդեր եք, թուգալքոն է զիս խեղտեցեք, իմ ցերքերս անզոր են, ես էի նորադինս նգուի մեջ բոլոր ուժովս խեղտեցի, սիրճունիք դուք խեղտեցեք զիս, իմ ցերքերս ալ ուժ ունին։ Գհավադամ, որ թուն կդած ես անոնց, որոնք մենք գործընծուցած ենք 98 դարիներ առաջ։ Խնդրեմ, հարկանքով ու բադիվով համբուր է օրդնյալ ճակատները 1915-ի մեծ եղետնի յուրաքանչյուր նահատակի հերոսի։ Մենք վերաբրողներու ժառանգորդ սերունդը, մենք զոհրաբ ենք, վարուժան ենք, սիամանտո ենք, անտրանիկ ենք, վիկեն ենք և այո, մենք դինք ենք։ Ապրիլ 24-ը մեզ համախմբող ու առաջնորդող ուղեցույցը պետք է լա և պետք չէ սահմանափակվի մեկ օրով, այլ դարածվի ամբողջ դարվան ընթացքին։ Ճանաչումն ու հատուցումը Թուրքիո անժամանցելի բարդականությունն է։ Թուրքիո ուրացման և հսկա քաղաքականությունը
դագավին չավարտան։ Հրանց դիմքի սպանությունը լավագույն ապացույցն է։ Թող հայ աշխարհի նահատակները հանգստանան, որովհետև մենք դեռ մենք մեր նահատակներում կդագին։ Մենք գանք պիտի չառնենք այնքան ադեն, որ երակույնը չի ծածանիր Արարատի քաղաքին։ Այնքան ադեն, որ չէ իրականացված մեր երազը ազատ եւ ամբողջական Հայաստանը։ Ես բողոքում եմ, իրավունք ունեմ կանգատ կրելու ամբողջ աշխարհին, որ հայոց հողը ետ վերադարձվի եւ դրվի բանթուղթ դարաբողային։ Ես ցանկանում եմ մեկ անգամ հային տեսնել Բարդեզը հայոց անձայր երկրի, դրանից հետո եթե մեռնեմ եմ, իմ հոգին ուրախ եւ հավերժ կապրի։ Այս բոլորը դուք տեսնում եք հայեր եւ այն տողեր եք բախտի պատմության, լոկ ցանկանալով հարցեր չեն լուծվում, այս է մեզ ասում կյանք այժմյան։ Պետք է բայկարել եւ պետք է սոսկալ մահի սեփական, մահվան կնովել, բարտավոր ենք մենք միացյալ տեսնել հողը հայկական։ Պետք է բայկարել եւ պետք է սոսկալ մահից սեփական, մահվան կնովել, բարտավոր ենք մենք միացյալ տեսնել հողը հայկական։
իրենց պատկամը փոխանցեցին։ Եվ հստակ կարգախոսը տրած են հոս, զետեղած են եւ պիտի մնան հավատարիմ։ Մեր նահատակները, մեր անմեղ նահատակները, որոնք ֆիզիկապես նահատակվեցան, բայց մեզ մեր յուրաքանչյուրի մեջ կմնան միշտ ողջ այսօրվա մեր մանկաբարձի փոքրին մեջ, իր մտքի մեջ, իր ապրումի մեջ, նաև հարադեվորեն կմնա կենթանի, մեր նահատակները այսօր հանգիստ կննչեն։ Եվ ահավասիկ հայկական գրթօջախիմը փեմեն հայ աշակերտը գուքա անգամ մը ևս բարձրացայն քորալու ըսելու թուրքին այս անգամ ես քեզի հանգիստ պիտի չծկեմ։ Ես քեզի հանգիստ պիտի չտողում, մինչև որ թուն թեմ արդեմ նստինք ու թուն ընդունիս ու վերադարձնես այն ինչ որ ինձի կպատկանի։ Հարկանքի դուրկս կմատուցանեմ մեր սիրելի նահատակներուն, իրենց անտաղ ու անշիրիմ մնացած տիագներուն ու կանգերուն սուրյո անավատներուն մեջ։ Ուստի սիրելիներ մի մորնակ այս գդագը զոր գտնենք մեր նահատակներուն անշիրիմ մնացած տիագներուն առջև հիշել, հիշեցնել և ապա բանջել շնորհակալություն։